Ներքին քաղաքականության հարցում ունենք երկու ճակատ։ Ինչ խոսել մի պետության ավելի ճիշտ մի իշխանության մասին, որը հենց երկրի ներսում է խախտում իր պարտավորությունները ստանձնած եւ միջազգային եւ քաղաքացիների առջեւ ստանձնած պարտավորությունները, ուզում եմ անդրադառնալ հենց մեր երկրում տիրող իրավիճակին, ընտրովի արդարադատության, քաղբանտարկյալներին, մարդու իրավունքների խախտումներին, ժողովրդավարությանը, քաղաքական հալածանքների գործիքակազմին, որը շռնդալից կերպով կիրառվում է վերջին տարիներին։ Խոսքը այս պահին փոխանցում եմ արդարների գործով դատապաշտպաններից Տաթև Սողոյանին, ցավոք Հովհաննես Խուդոյանը չկարողացավ այսօր ներկա գտնվել, որովհետև դատական նիստ է, եւ ուզում եմ լսել Տաթևին, պատկերացնում եմ, թե ինչ հիմա մի տրցակ կավելացվի Սիրանուշի խոսքերին, որովհետև մենք տեսնում ենք այստեղ լուրջ խնդիրներ, խնդրում եմ ներկայացնել ընթացքը եւ մի խնդրանք, ձեր զեկույցից անմիջապես հետո մի փոքրիկ դադարենք, ես հետո կասեմ ինչի համար, արդեն գրքեր պետք է փոխանցվեին, մեր հանդիսատեսին ուղղակի նշենք, որ Տաթևին պետք է փոխանցվեին գրքեր մատենաշարից եւ հասորեն արդեն փոխանցել են, շնորհակալություն, համեցեք Տաթև։ Շնորհակալ եմ հրավերի եւ նման հնարավորության համար, իհարկե պատիվ ու պարտավորեցնող է այստեղ ըստ էության հանդես գալ Բագրատ Սրբազանի պաշտպանի դիրքերից, նաև այս առիթը օգտագործելով ողջունել Բագրատ Սրբազանի անունից, զգացված լինել այս մեծ պատվի համար, հենց նվիրված լինելու Բագրատ Սրբազանի այս աշխատությունը, ու Սրբազանն ասում էր, որ հաջորդիվ կհանդիպենք ազատագրված Հայաստանում, նաև շարունակելով այս օրվա խորհուրդը։ Բագրատ Սրբազանի գործը, թեև իմ մասնագիտական փորձառությունը Հայաստանում ամենամեծը չէ, ավելի մեծ փորձառությամբ փաստաբաններ ունենք, բայց վստահաբար քննարկումների արդյունքում կարող եմ ասել, որ իր բնույթով ամենահայտարակ գործն է։ Այսինքն մենք տեսել ենք իրավիճակներ, մենք տեսել ենք Միքայել Սրբազանի գործը, երբ հասկանում ենք իհարկե անհեթեթությունը ասված խոսքի եւ դրա մեկնաբանության, բայց ըստ էության խոսքի բովանդակությունից ոչինչ չի խեղաթյուրվում, ինչ կա, խոսքը այդպես էլ մեկնաբանվում է։ Բայց Բագրատ Սրբազանի գործը աննախադեպ է մի քանի հարթության մեջ։ Ամենաառաջինը իհարկե ներգրավող անձանց քանակն է, 18 հոգի։ Մենք փորձում ենք տրամաբանություն գտնել, թե ինչու այդքան մարդ, ինչու, չգիտեմ, Արթուր Սարգսյանի վարորդը ինչու է այդտեղ ներգրաված, կամ առհասարակ Սրբազան շարժման հետ կապ չունեցող Վահագն Չախալյանը ինչու է ներգրաված, մամուլի պատասխանատու Լիդիա Մանթաշյանը ինչու է ներգրաված, ու հասկանում ենք, որ ինքը ամենաներառական քաղաքական ծաղկաքաղն է այս գործով, ցույց տալու իշխանությունների մտադրությունը, որ որևէ մտածածին այլևս կարմիր գիծ արկա չէ, եթե իրենք նպատակ ունեն լրացնելու որևէ քաղաքական ուժ, այսինքն այնտեղ կարող են ներառել եւ շատ հետաքրքիր, այսինքն տրամաբանություն կա, ինքը ներառականությունն է ցույց տալիս։ Մենք ունենք այնտեղ զոհվածի հայր, ունենք Արցախի պատգամավոր, ունենք Հայաստանի Հանրապետության պատգամավոր, ունենք պատգամավորի վարորդ, ունենք կին, այսինքն միայն սպորտից չունենք ներկայացուցիչ։ Ինձ թվում է կունենայինք այսքան մեծ ծավալով, այսինքն այս բաններ։ Երկրորդ հարթությունը այդքան լուրջ մեղադրանքի քաղաքականացումն էր եւ անլրջացումն էր։ Երկու ծանրագույն հանցագործություններ են մեղսագրվում, ահաբեկչության նախապատրաստություն եւ իշխանության զավթում, չեմ ուզում այստեղ շատ ծանրաբեռնեմ իրավաբանական տերմինաբանությամբ, ինչու չէին կարող դրանք մեղսագրվել եւ այլն։ Ուզում եմ ասել, որ նաեւ այս առաջի անգամ եմ հանրային կերպով ասում, մենք նաեւ դիմել ենք ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի եւ մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցողին այս հարցով, խնդրելով պարզաբանել, ներկայացնելով ձեռքի տակ եղած ամբողջ տեղեկատվությունը, փորձելու գնահատական տալ, թե ինչքանով է առհասարակ այս խեղկատակությունը կամ այս ապացուցողական զանգվածով փաստերի հավաքագրումը մոտ նույնիսկ ահաբեկչության
միջազգայինորեն ընդունված չափանիշների։ Այսինքն, այս պայքարը ես մեկ անգամ չէ որ նշել եմ, անլրջացնում է առհասարակ տերորիզմի դեմ պայքարի ամբողջ տրամաբանությունը, որովհետև արդեն գալիս ենք երրորդ հարթությունը, ինչ ունենք մենք, մեկ տարվա ընթացքում խաղաղ ցույցերի պլանավորման և կենցաղային խոսակցություններ և կենցաղային առարկաներ, որոնք ներկայացված են իբրև իշխանությունը կազմալուծելու համար պիտանի գործիքներ։ Այդ առարկաներն են ըստ մեր դատախազության հազարավոր հրավտանգ միջոցները, դրանք նույն այդ ծխարցակ վայրներն են, նոր տարվա են ճայթրուկները և այդպես էլ երբևէ չհայտնաբերված աստղիկները։ Սա գործի էության մասին, որի արդյունքում մենք ամիսներ շարունակ ունեցել ենք 18 անձանց բացարձակ շուտ կես տարի մեծամասնությունը եղել է կալանքի տակ, հիմա կալանավորված է միայն Բագրատ Սրբազանը, տնային կալանքի տակ են գտնվում Իգոր Սարգսյանը, Արթուր Սարգսյանը, ազգային ժողովի պատգամավոր Վահագն Չախալյանը և Կարո Օգոմուշյանը, ինչպես նշեցի, Արթուր Սարգսյանի վարորդը։ Մնացածը գտնվում են ավելի մեղմ վարչական հսկողության և այլ ընթացքում։ Այժմ գտնվում ենք բացման խոսքի շրջանակներում, այսինքն նախնական դատալսումներն ավարտված են և հաջորդիվ, այսինքն երբ կավարտվեն պաշտպանների բացման խոսքերը, կսկսենք մի ոչ այդքան դիտարժան պրոցես, բայց եթե հետևողական լինի հանրությունը լրագրողները մենք բոլորս կտեսնենք, որ այստեղ հետազոտվելու են այդ խոսակցությունները, որտեղ առհասարակ ահաբեկչության պլանավորման մասին խոսք չկա, այդտեղ վկաները, ցույցերի մասնակիցները եւ այլն, ու հանրության համար պարզ կլինի, բայց դե նպատակը քաղաքական իմաստով հասկանում ենք որն է, պարզապես մեկուսացնել քաղաքական էական դերակատարներին այս ամբողջ գործընթացից։ Շնորհակալություն Տաթև, ես խնդրում եմ փոխանցել հնարավորինս մանրամասն մեր այսօրվա զեկույցները և զրույցները Սրբազանին, քանի որ ոչ բոլոր հնարավորություն ունեն այցելել իրեն, բայց կարծում եմ, որ դուք կարող եք փոխանցել ողջանության ջերմ ողջույնները, գրկախառնությունները, սատարումը և աջակցությունը, որովհետև մեզ համար շատ կարևոր է ոչ միայն որպիսությունը, այլ նաև ոգու ամրությունը, այլ նաև տոկունությունը, մենք բոլորս շատ ենք կարևորում նաև հոգեվիճակը բոլոր բանտարկյալների և որքան հնարավոր է մանրամասն փոխանցեք, որ մեզ համար դա շատ կարևոր է։ Անպայման, իհարկե մի փոքր դժվար է աղճատված լինելու, հիմա չգիտեմ էլ ինչքանով եմ ճիշտ համարում, հուսով եմ, որ կթույլատրի քրեակատարողական հիմնարկը այս գիրքը որպես կարող է գիրքը չթույլ տալ, որովհետև մենք ես չեմ ուզում շատ մանրամասներ ասել, բայց եղել են դեպքեր, որ գրքի առերևույթ քաղաքական բովանդակության պատճառաբանությամբ քրեակատարողական հիմնարկը չի թողնում որևէ քրեականության մուտքը այնտեղ։ Հետաքրքիր է, իսկ այս պարագայում ես վախենամ, որ մի օր Աստվածաշունչը դառնա առերևույթ քաղաքական բովանդակության գիրք և թույլ չտան անգամ դա։ Դրա մասին ևս արդեն բարձրաձայնել ենք, որ ցավոք սրտի հոգևոր ծառայությունը ևս ենթարկվել է քաղաքական ցենզուրայի քրեակատարողական հիմնարկներում, ինչպես իմացաք, քրեակատարողական հիմնարկը դադարել է Բագրատ Սրբազանին պատարագի մատուցման համար հրավիրել Մայրաթորի կողմից ցուցված քահանային և առանձին պայմանագիր է կնքել հայտնի շրջանակների հոգևորականի հետ, որպիսի պայմաններում պարզապես Բագրատ Սրբազանը հրաժարվել է պատարագից։ Իհարկե, հասկանալի է։ Սա արդեն հոգևոր կտանքների փուլն է, ոչ միայն մարդու իրավունքների ժողովրդավարության, ֆիզիկական կտանքների, այլ նաև բոլոր սրբությունների և թանկարժեք հոգու լարերին կպնելով արդեն կտանքներ են։ Ես կարծում եմ, որ այս ամենը մի օր արտացոլվելու է պատմության մեջ, վաղ թե ուշ, բոլոր մանրամասներով։ Երևի կհամաձայնեք, որ մեզնից յուրաքանչյուրը այս դահլիճում
քիչ թե շատ, ուղղակի կամ անուղղակի առնչվում ենք այս բոլոր խնդիրներին, թե այստեղ Երևանում, թե Բաքվում պահվող բանտարկյալների հարցերը բոլորիս են առնչվում եւ այս պարագայում բոլորն էլ եւ այստեղ ներկա եւ մեզ հետևող դիտողների շրջանում շատերը իրենց ձևով եւ իրենց տեղում ինստիտուցիոնալ, անհատապես պայքար են մղում եւ որքանով է դա ստացվում կամ չի ստացվում